2026-31 թվականների ծրագիրը ավելի շատ կարելի է համարել կոնֆլիկտածին ծրագիր, քան պետության համար հեռանկարային ծրագիր։ Ես մի քանի կետերի կուզենամ անդրադառնալ եւ գնահատական տալ սկզբունքայնությանը, ԿՊ-ական սկզբունքայնությանը։ Տեսեք, ծրագրի 7-րդ էջում նշվում է կոռուպցիայի զերծ պետության հաստատում։ Արդյոք կառավարությունը անկեղծ է իր այդ պնդման մեջ։ Ես սպասել եմ այսօրվան, որ Երևանի կոռուպցիոն հարցերը ուղիղ նայեմ Նիկոլ Փաշինյանին ու ուղղեմ իրեն, ու գնահատականը պահանջեմ այդ կոռուպցիայի հետ կապված։ 20-ից 24 թվականը Երևան քաղաքը չի ունեցել գլխավոր հատակագիծ։ Պաշտոնական անփութության համար ոչ մեկ պատասխան չի տվել, մի մարդ։ Եղել է հետևանք, շատ ծանր հետևանքներ ա ունեցել։ Հետևանքները որոնք են եղել։ Դիմել են շատ մարդիկ, իմ գնահատված խմբակներ, ովքեր ուղիղ կապ են ունեցել քաղաքային իշխանության եւ դատական համակարգի հետ։ Դիմել են քաղաքապետարան, ասել են, «Էս հողը կտաք ինձ»։ 2 ամիս չեն պատասխանել, մտել դատարան, հողերը մեջ են արել։ Եթե արդարադատության նախարարը ստեղ լիներ, գորդորեի ցուցակահաներ դատալեքսից ներկայացներ վարչապետին։ Ավելի խայտարակ դեպքեր ա եղել։ Մուտք են արել դատարան, չեն ստորագրել տակը։ Դատարանն ասել է, ճշտեք հետ տվեք։ Երկրորդ անգամ նորից չեն ստորագրել, մուտք են արել ու Երևանի հողերը մեջ են արել։ Ուրիշ խայտարակություն ասեմ, գլխավոր հատակագծով պլանավորվում էր կամուրջ թե ճանապարհ, այդտեղ այսօր վերախոյանում շինություններ։ Գնացել եմ, կռիվն արել եմ, հրապարակայնորեն խոսել եմ, դատախազությունը 0 արձագանք, 0։ Այդ Երևանի հողերը թալանելու համար ով պետք է պատասխան տա։ Մի հատ ուրիշ հարց ուզում եմ ձեզ տալ, պարոն Փաշինյան։ Զարուհի Մաթևոսյան, ձեր աշխատակազմի ղեկավարի տեղակալը, իր ամուսինը վաճառում է Երևան քաղաքին մանեթնիկները, կոպեկը, որ գցում են ավտոբուսների, շուրջ 140,000 դրամով։ Իրական շուկայական արժեքը 40,000 դրամել չի, առնվազն 500 հատ վաճառել են։ Ձեր կոռուպցիայի զերծ պետության հաստատման շրջանակներում։ Հաջորդը որ կա, տրոլեյբուսները, որ առել են, առաջի 15 հատը շուրջ $100,000 պակաս են առել, թանկ են առել։ Դրա համար պատասխանատվություն 0։ Ժոնգտոնգ ավտոբուսները, որոնք որ ձեռք եք բերում, ոչ քաշն ա բռնում, քաշը 9 տոննա է լինում, փոխանակ լինի 9 տոննա 300 գրամ, ձիաուժն է քիչ անում։ Բերում են կառավարության որոշմամբ, դզում փչում են, որ ոչ մեկ պատասխանատվություն չկրի։ Հաջորդը որ կա, այդ հիշում եք, որ հեծանիվ քշեցիք պրոբկի մեջ ընկաք։ Մի հատ կառույց ստեղծեցին, Երևանի երթևեկության կառավարման չգիտեմ ինչ կառույց։ Տնօրենը Էդուարդ Այվազյանն է։ Պարզվում է, Էդուարդ Այվազյանը շատ ջերմ հարաբերություններ ունի Տիգրան Ավինյանի հետ։ Ասում են իր դվայորդնի քրոջ ամուսինն է։ Դրանից առաջ էլ Ինշին ՍՊ-ի հիմնադիրն է, որը գովազդներ էին տվել, գովազդային վահանակներ էին տվել Երևանին։ Այդ 1.8 միլիոն դրամ աշխատավարձ ստացող մարդը ինչ օգուտ է տվել խցանումներին։ 0 օգուտ։ Հաջորդը որ կա, ես խոսում եմ դղյակներից ու հատուկ ուզում եմ անդրադարձ կատարեմ, որ պետական չինովնիկն է անվտանգության աշխատողներով հանդերձ ապրում Վաղնի թաղամասում դղյակում։ Կարող է պարզվում է ԱԱԾ տնօրեն Սիմոնյան Անդրանիկն է։ Չէ, հարց եմ տալիս ես։ Իսկ Սիմոնյան Անդրանիկ առավոտ շուտ Ալֆային ուղարկելու 3 անչափահաս երեխաներով տուն, մի հատ Ալֆային ուղարկեն տեսնեն Վաղնի թաղամասում, որ այսօրվա գործող չինովնիկն է ապրում, ում անվտանգությունը առավոտ շուտ մի քանի օր գնացե կանգնել տեսել եմ։ Ուղղակի գնահատում եմ իրավական, այդ իրավունք ունեմ գնամ նկարելու հրապարակելու, թե չէ։ Այդ չի ձեր կոռուպցիայի դեմ պայքարը։ Հաջորդը, Վաղնի թաղամասից խոսեցի, ակնկալում եմ Սերան Օհանյանին հիշեք։ Մտեք հաջորդիվ։ Մյուսը գրել եք Հայաստանի ազգային տիեզերական կարողությունների զարգացում։ Ակամայից հիշեցի 2 ֆանտաստիկ ձեր ծրագիր։ Այս նախորդ Armsat-1 Արբանյակը, որը կառավարության ապրիլ 15, 2022 թվականին կառավարության որոշմամբ հաստատել է 3.3 միլիարդ դրամ, ուղիղ հարց են ուղղել Մխիթար Հայրապետյանին, ասել են գործ է հարուցվել։ Ոչ մի պատասխան, մամուլ էլ պատտվում է, որ հերթական մսխումն է։ Ակամայից հիշեցի Անիֆը։
Սերգեյ Բագրատյանը ստեղից որ խոսում էր, ես ակնկալում էի խոսար քննչական կոմիտեն այնուամենայնիվ գործակար է ձեր վրա, թե այդ 1.5 միլիարդ դրամը վնաս եք տվել պետությանը։ Հաջորդը խոստացել եք 6% տնտեսական աճ։ Ստեղ Եղոյանին, Աղաջանյանին ու Սիսակ Գաբրելյանին խորհուրդ կտամ ուշադիր լսեք Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը բացատրում է, ոնց են անշարժ գույքի շուկայում 15000 գործարք, ես գնահատել եմ 9000-ը Ռուսաստանից եկած մարդիկ են, այդ բոլոր տվյալներով հանդերձ։ Գնահատել է պղնձի գնի, ոնց է ազդում, որ չեք կարողանում հասկանալ արտաքին էֆեկտը ոնց է ազդում։ Հաջորդը 125000 նոր աշխատատեղերը, կարծում եմ կասկածի տակ պիտի դնեմ այս թվերը, որ հրապարակել եք։ Ու ասեմ ինչի համար, խոսում եք 300,000 աշխատատեղ ստեղծել, բայց աղքատությունը մեր մնացել է նույն մակարդակի վրա, 1%-ի տարբերություն։ Այնինչ խոսք եք տվել 50% կրճատում, չեք իրականացրել, դրա համար քաղաքական պատասխանատվություն չի եղել։ Խոսում եք 10 ջրամբարների կառուցման մեկնարկի մասին, 21-ին խոսք եք տվել 15-ը, վեդին շուտվանից է եղել, որ մի հատ վեդի ունեք, իսկ խայտարակ վիճակա կապսի ջրամբարի պատկերը, շուրջ 130 միլիոն դոլարի բյուջե է եղել, ոչ մի աշխատանք չկա, վարկային միջոցներ, ով է տերը, քաղաքացին մեր։ Հաջորդ կետը, որ ուզում եմ անդրադարձ կատարել, որ 8 տարի 8 միլիարդ դոլար պարտք եք վերցրել, Երևանում 15000 երեխա հերթի մեջ սպասում որ մանկապարտեզ գնա։ 23 թվականից կռիվ եմ տվել, որ գնացեք հետ բերեք այդ մանկապարտեզները, կաշկանդված չեմ քննադատելու առնողին, ծախողին էլ հետ չբերողին էլ։ Ոչ մի քայլ չի արել, ոչ մի քայլ։ 3 տարի կռիվ եմ տվել, իմ ձեռը գործիքակազմը չի եղել։ Հաջորդը, դա սուտ էր, հրապարակումը չեղավ։ Հաջորդը ապօրինի գույքի հետ կապված, այո, ով թալանելա պետք է բերի հետ դնի։ Ով թալանելա պետք է հետ բերի դնի, ու ես կաշկանդված չեմ դա ասելու։ Շարունակություն ասեմ, երբևիցե ապօրինի գույքը չպիտի դառնա մահակ ընդդիմադիր կարծիք ունեցողի համար։ Երբևիցե։ Երբ որ բանակը քննադատում եք, որոշ մարդկանց դառը հիշողության մեջ հետ թողած Մելքոյան Գագիկի նոյ թաղամասի դղյակը տեսել եք, որ ապրում է, Լեքսուսով էլ գնում գալիս է։ Եթե չգիտեք, կօգնեմ տանտեղը կտանեմ ցույց կտամ։ Հիմա շարունակությունը, արտաքին մարտահրավեր, խոսում եք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացման մասին, այդ է հարաբերությունների խորացումը, որ այսօր մեր գազ ներմուծողները ստիպված ամեն մեկը 1000 ստիպված բարձր խոսան, որ ձայնը լսվի, $1000 կամ $800 փող են տալիս, որ իրենց ապրանքը բերեն, կամ Չինաստանից եկող ֆուրերն են փող տալիս։ Գևորգ Պապյանն ասում է գնացեք քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեն միայն քաղաքական գործեր է արում, միայն եւ միայն, ուրիշ ոչ մի բան չի անում ինքը։ Հաջորդը որ կա, կառավարության ծրագրի մեջ նաեւ ակնկալում եմ, եթե ճիշտ կհամարեք, խոսեք արտաքին մարտահրավերներից, որոնց կառավարողը նաեւ մեր կառավարությունը չի, դուք չեք։ Օրինակ Սևծովյան ճգնաժամը, որի արդյունքում լոգիստիկ խնդիրներ է առաջացել ու հնարավոր է, եթե երկար շարունակվի, նավթի, բենզինի ներմուծման խնդիր առաջանա նույն պարենային մթերքների հետ, կամ Պարսկաստան Իրան հարաբերությունների սրումը, որը որ բերում է էներգետիկ այս ճգնաժամին, որը որ կա, ոնց եք դիմագրավելու այդ բոլորին։ Ես արձանագրում եմ, որ կառավարությունը չուներ տնտեսական հաշվարկ, թե տրիպի արդյունքում ինչքան փող ենք մենք դնելու, ինչքան ենք ծախսելու, ինչքան գումար ենք աշխատելու, բացակայում էր, ուղղակի բացակայում էր։ Դրա հակառակը տեսա կռիվ մեր ինքնության, մեր եկեղեցու դեմ։ Դրա փոխարեն ես տեսա արդարադատության կեղծ լոզունգները։ Թշնամությունը լավ տեղ չի տանում։ Եվ մի անգամ ասել եմ, եթե խոսում եք վենդետայից, վենդետան լավ բան չի։ Վենդետան սերունդներով է լինում, ու լինում են դեպքեր նույն Իտալիայի Կորսիկայում կամ Ֆրանսիայի Կորսիկայում կամ Սիցիլիայում, պարոն Հարությունյան, ես ուղեցի եւ մատով խնդրեմ սենց չանեք մյուս անգամ, ես թույլ չեմ տվել ձեր ելույթների ժամանակ ոչինչ։ Եվ այդ վենդետան սերունդ կշարունակվի, իսկ մեր երկիրը խոսք եք տվել, ուղիղ դուք խոսք եք տվել, որ պիտի սիրո ու համերաշխություն լինի։ Եթե կա մեկը, ով թալանել է, անարդարություն է արել, օրենքին դեմ բան արել, պիտի պատասխան տա, բայց անտրամաբանական է ալֆա ջոկատը ԱԱՑ-ի ուղարկել 3 անչափահաս երեխաների հետ տանը։ Այն պարագայում, որ բոլորը գիտեք, որ ոչ մեկ չի փախնում, ոչ մեկ չի գնում, վերջ դրեք այս թշնամությանը, դա լավ տեղ չի տանում։